Բարի օրմար, մենք կրկին հանդիպեցինք, բայց այսօր մեր թեման մի քիչ տարբերվում է անցյալ թեմաներից։ Այսօր մենք պատրաստել ենք իրար ուղեղի մարզիչ հարցեր, դե եթե պատրաստ ես սկսենք։ Պատրաստ եմ։ Ես սկսեմ, թե դու։ Դու։ Շատ լավ, բայց արի ասենք, թե որն է մեր գլխավոր թեման։ Եթե դու լինեիր վարչապետ։ Շատ լավ, դե ես սկսեմ։ Եթե դու լինես վարչապետ, ոնց կզարգացնես գյուղերը։ Շատ հետաքրքիր հարց էր, ուրեմն գյուղերը զարգացնելու համար մեզ պետք է, որ մենք լինենք ինֆորմացված գյուղի ցանկացած տեղանքի հետ։ Ինձ թվում է, որ դպրոցները տարբեր գույներով կներկեի դրսից։ Հետաքրքիր գյուղերը կդարձնեի գյուղաքաղաքներ, որ օրինակ եթե տուրիստներ գային մեր երկիր, մենակ Երևանով չսահմանափակվեին, այլ կգնային գյուղաքաղաքներ, որտեղ կտեսնեին տարբեր երկնաքերեր, տարբեր հետաքրքիր զարդերով զարդանախշված դպրոցներ, ամեն ինչ, հետաքրքիր վայրեր կսարքեի։ Այն ամեն ինչը որ կա օրինակ Երևանում, այդ նույնը ես կանեի օրինակ գյուղերում։ Ենթադրենք գյուղերում չկան մեծ հրապարակներ, որտեղ որ կլինեն շատ մեծ սյուն այգիներ իրենց պտղատու ծառերով, իրենց հետաքրքիր վայրերով, ես դա կսարքեի, ու ինձ թվում է, որ իրոք գյուղերը էլ ավելի կգեղեցկանային եւ կդառնային ոչ թե հենց գյուղեր, այլ գյուղաքաղաքներ, եւ ամենակարևորը, որ շատ կշփվեի գյուղում ապրող մարդկանց հետ, որպեսզի իմանային նրանց խնդիրները, թե նրանք ինչի կարիք ունեն կամ ինչից են բողոքում, եւ ինչով որ կարողանայի որպես վարչապետ, դրանով էլ հաստատ վստահ եմ, որ կօգնեի։ Մանե, եթե դու լինեիր մեր վարչապետը, ինչ կփոխեր վարչապետ դառնալու հենց նույն օրը։ Քո նստատեղը, թե օրակարգը։ Ես եթե դառնայի վարչապետ, ես առաջին հերթին կփոխեի երկուսն էլ ինձ թվում է։ Կփոխեի ավելի շատ օրակարգը։ Նաև եթե ես լինեի վարչապետ, ես առաջին իսկ պահից կփոխեի դատական համակարգը, որովհետև ըստ իս դատական համակարգը հիմա շատ սխալ է կառուցվում, որովհետև ես օրինակներով խոսեմ, որ ավելի պարզ լինի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ այն որ փոքր տներ ունեն, այն խեղճ ծնողները, որ մի մինուճար որդի ունեն, իրենց որդին գնում է ռազմաճակատ կռիվ տալու։ Իսկ ունևոր մարդկանց տղաները փախնում են եւ չեն գնում ռազմաճակատ կռիվ տալու։ Ես առաջին իսկ վարքյանից, եթե նստեի այդ աթոռին, ես կփոխեի դատական համակարգը, որ օրենքը հավասար լիներ բոլորի համար։ Եվ իմ կարծիքով այն երկրի զավակը, որ օրենքի եւ մահվան հետ հավասար չի, մահվան մեջ, օրենքի եւ մահվան մեջ, այդ երկիրը կյանքում երբեք երկիր չի դառնա, իմ կարծիքով։ Ես առաջին իսկ վարքյանից դա կփոխեի։ Իրականում շատ ճիշտ բաներ ես ասում, որովհետև երկիր պաշտպանելը բոլորին համար է, կապ չունի ով ես դու, հարուստ մարդու երեխա, թե աղքատ մարդու կամ միջին։ Օրենք պաշտպանելը բոլորի համար է եւ բոլորն էլ պարտավոր են իրենց երկիրը պաշտպանել։ Դու իրոք շատ հետաքրքիր ու շատ ճիշտ բաներ ասեցիր։ Հա, որովհետև այդ հղպացած, շփացած տղաները դե հարցնում ես, ասում են, դե գիտեք իմ պապան փող ա տվել դրա համար, բայց ինչի համար։ Բայց մենակ փողը ստեղ կապ չունի, նույնիսկ նորմալ ապրող մարդիկ են հրաժարվում զինվորական ծառայությունից։ Ես բազմաթիվ անգամ նման իրավիճակներ եմ տեսել իմ կյանքում, որտեղ ինքս ականատես եմ եղել ու լսել եմ, որ հենց այդ նույն տղաները ասում են, որ ձևակերպում եմ թղթեր, գնամ երկրից, որ չծառայեմ կամ դե հա, համաձայն եմ, հիմնականում խոսքս վերաբերվում էր այդ խավերի տարբերությանը, բայց համաձայն եմ քո հետ, շատ կան նման մարդիկ, ովքեր այդպես են մտածում, իսկ ինձ թվում է այդպիսի մարդիկ վախկոտներ են ուղղակի։ Բայց արի չմոռանանք, որ հենց այդ նույն տղաները, ովքեր որ նորմալ են ապրում, կարող են իրենց համեմատել հարուստ ապրող մարդկանց տղաների հետ, ովքեր որ չեն ծառայում, ու իրանք էլ չծառայեն, այսինքն դա վարակովի է։
ինքը կարա մտածի ինչի ես գնամ ծառայեմ զոհվեմ, իսկ մեկ ուրիշ տղա, ով որ ինքն էլ կարա գնա ծառայի, չծառայի ու փախնի։ Այդ իմ կարծիքով անառողջ հոգեբանություն է։ Եթե ես լինեի վարչապետ, այսպես ասած կկտրեի այդ թելը, որ ինչի պետք է ես գնամ ծառայեմ, այսինքն այդ հավասարությունը կմտցնեի, որովհետև հիմա այդ անհավասարությունը շատ է։ Մակարդակներով փորձում են իրար նման լինել, հավասարվեն իրար հետ, որը շատ սխալ է։ Այսինքն վարչապետը պետք է այդ գաղափարը մտցնել, որ հավասարությունը եւ օրենքը բոլորի համար է, բոլորի։ Կապ չունի դու միջին խավ ես, ավելի ցածր խավ ես, չգիտեմ, ունևոր ես, միլիարդատեր ես, կապ չունի։ Դու մարդ ես մսից, արյունից, օրենքա ու վсё։ Ես անձամբ կգնայի նման մարդկանց տուն կամ կհետաքրքրվեի նրանցով եւ կպարզեի արդյոք իրանք ունեն ինչ-որ առողջական խնդիրներ դրա համար չեն ծառայում, թե չէ, որովհետեւ հիմնական մասը հենց դրա փորձում է գժի թղթով ազատվի կամ ինչ-որ առողջական խնդիրներից ելնելով։ Ոնց կարելի է ուղղակի չգնալ սահման ու չպաշտպանել հայրենիքը։ Հա։ Ես զարմանում իմ շրջապատում տենց տղաներ շատ կան։ Շատ։ Որ օրինակ դեռ ծառայության չեն գնալու, դեռ օրինակ 1 տարի կամ 2 տարի կա, բայց հարցնում ես, դե բայց ինչի գնամ, երկրից գնալու եմ, բան նայում եմ այդ մարդկանց դեմքին, ասում եմ դուք ոչ մի բան եք հիմա։ Մարդիկ եկան ուրիշ երկրում են ապրում, բայց 18 տարեկան լրանալու պես չեն ուզում գան երկիր, որովհետև մտածում են, որ եթե ցանկացած տարիքում էլ որ գան հետ, տանելու են ծառայելու իրանց, բայց իրանք չեն գալիս, որովհետև չեն ուզում։ Որը հիմա շատ ցավալի է։ Նույն օրինակ դու 44 ծերան բերեցիր որպես օրինակ, ես էլ մի բան ասեմ, իրականում որ նման մարդիկ տենց են մտածում, իսկ չեն մտածում, որ այն տղաները, ովքեր որ զոհվեցին, չէին ուզում ապրեին։ Հա, ճիշտ ես։ Ու նույնը կարամ ասեմ 90-ականների 2016-ին եղած 4-օրյա պատերազմը, որ եղավ, բոլորն էլ ուզեցել են ապրել։ Դե այդ մեր երկրի ինձ թվում է ամենացավալի կողմերից մեկն է, որ շատ ունենք վախկոտներ, ցավոք։ Գուցե մի օր վերջ դրվի այս ամեն ինչին, չգիտեմ։ Անցնենք մեր հաջորդ հարցին։ Անցնենք։ Մաշ, եթե դու լինեիր վարչապետ, պաշտոնդ թե հայրենիքդ։ Միանշանակ հայրենիքը, որովհետև ես լինելով վարչապետ հայրենիքի ծառան եմ։ Հայրենիքը դա մեր սրբությունն է, որը պետք է պահպանել ու սիրել։ Արժեք է վեհագույն։ Իհարկե։ Եվ եթե ես ինձ չեմ գոհացնում ու նույն կերպ ես չեմ գոհացնում իմ ժողովրդին, ուրեմն ես կընտրեմ իմ հայրենիքը։ Միանշանակ հայրենիքը։ Որովհետև հայրենիքը դա մեզ ներկայացնող, մեր արժեքներ ներկայացնող մեր ինքնության վկայագիրը աշխարհի առաջ։ Այո։ Այնպես որ միանշանակ հայրենիքը։ Այն մարդը, որ կասի, որ իր համար փառքը, գումարը, այդպիսի բաները ամենակարևորն են, ուրեմն նման մարդիկ ուղղակի պետք է չքվեն մեր հասարակությունից ու չդառնան այն մեկը, ով որ պետք է կառավարի մեզ, մեր ազգը եւ ես որպես վարչապետ իմ ազգին, իմ ժողովրդին, իմ պետությանը ներկայացնող միակ եւ առաջին դեմքն եմ։ Իհարկե։ Իմ պահվածքով ինքնության վկայագիրը։ Իհարկե, իմ պահվածքով, իմ ամբողջ աշխարհին իմ երկրի խնդիր ներկայացնելով իմ լրջությամբ ես մարդկանց մոտ տպավորություն եմ ստեղծում, որ իմ երկիրը շատ լուրջ ու կայացած երկիր է։ Հա։ Ոչ մի երկրի, ցանկացած երկրի լուրջ չեն նայի, եթե իրանց երկրի առաջնորդ գլխավոր դեմքը իրեն պահի ոչ համապատասխան ստանդարտներին։ Կարծում եմ, որ հիմա կարելի է անցնել մեր հաջորդ հարցին, որը կտամ ես քեզ։ Եթե դու լինես վարչապետ, ամենաառաջինը ինչ կձեռք բերես։ Հեծանիվ, առողջ ապրելակերպ։ Ինչի համար։ Որովհետև հեծանիվով աշխատանքի գնալը կամ առհասարակ հեծանիվով երթևեկելը ինձ համար դա շատ նորմալ է եւ առողջ ապրելակերպ է, ինչու ոչ։ Իսկ որպես քաղաքացի կարամ ես քեզ միանամ։ Հա։
Դեմը պայմանավորվեցինք, եթե դառնաս վարչապետ, ես քո հետ պիտի հեծանիվ քշեմ։ Անպայման։ Մար, իսկ եթե դու լինես վարչապետ, ինչ մեքենա կնախընտրես։ Մետրո։ Բայց մետրոն մեքենա չի համարվում։ Ինչու մետրո համել, որովհետև նստելով մետրո ու քեզ գալով որպես հասարակ քաղաքացի, ոչ թե երկրի դեմք, կարող ես խոսել մարդկանց հետ, որոնք կարող են քո հետ կիսվել կամ իրենց կարծիքը արտահայտել երկրի բացերի մասին, ինչը կարող էր ճիշտ կերպով ընթանալ, եթե ըստ իրենց դա սխալ է։ Եվ ես, որպես վարչապետ, դրան շատ լուրջ կմոտենայի եւ կգտնեի ինչ-որ լուծումներ այդ խնդիրների վերաբերյալ։ Շատ ճիշտ դիրքորոշում ունես, ես համաձայն եմ քո հետ։ Իսկապես դա շատ նորմալ է եւ ճիշտ ու գրագետ է, ինձ թվում է։ Մաշ, եթե դու լինես վարչապետ, տնտեսության զարգացման համար կոնկրետ ու հստակ ինչ քայլեր կանես։ Քանի որ մեր երկրում բացակայում է մեր ամենակարևոր տնտեսությունը, գյուղատնտեսությունը, ես կվերականգնեի գյուղատնտեսությունը, քանի որ գյուղատնտեսությունը մեր ամբողջ համակարգի, պետական համակարգի ամենակարևոր եւ գլխավոր մի մասն է։ Առանց գյուղատնտեսության մենք կորցնում ենք բերքեր, առատ, որոնք որ մեզ պետք են։ Համ ու հոտ է։ Դա ամենաառաջինը, որովհետև գյուղատնտեսությունը ցանկացած երկրի համար կարևոր է։ Եթե ես լինեի վարչապետ, հաստատ Սևանից ջուր կվերցնեի տոննաներով, կտայի գյուղացիներին, որպեսզի իրենք իրենց տարածքները ջրեն, հողատու տարածքները, որպեսզի մենք ունենանք համ ու հոտ, վայելենք դրանք։ Քանի որ Սևանի ջրերը տարբեր կողմերով են օգտագործվում, տարբեր ձևերով կօգտագործեինք, բայց քանի որ Սևանը մեր շատ մեծ է, ես կարծում եմ, որ դրա մի փոքր մասը կարելի է օգտագործել նման բաների վերաբերյալ։ Քանի որ մենք չունենք գյուղատնտեսություն, ես կարծում եմ, որ Սևանը չի ուզենա ասել, բայց լավագույն տարբերակն է նման հարցերին լուծում տալու համար։ Բայց կարծում եմ, որ ձկան համ չեր գա բերքերից։ Քանի որ ձկները այնտեղ շատ են, չնայած որ լինում են այնպիսի դեպքեր, երբ որ մարդիկ ձկնորսության են գնում այնտեղ, բայց կարծում եմ, որ հույսով եմ, որ այնտեղից չեր գա ձկան համ։ Եթե դու լինեիր վարչապետ, ինչ օրենք կմտցնեիր երկրում, որ մարդկանց կյանքը ավելի հեշտանար։ Ես իմ կարծիքով օրենք կմտցնեի, որ օրինակ 5 հոգուց է բաղկացած ընտանիքը եւ այդ 5-ն էլ ունեն մեքենա։ Ես թույլ չէի տա, որ նման բան լիներ, թող ունենան 2 մեքենա, ոչ թե 5։ Ինձ թվում է այդպես նախ օդը աղտոտված չէր լինի, երթևեկությունը կլիներ ավելի ճիշտ եւ երթևեկության ժամանակ չէին լինի այդպիսի շատ ավարիաներ եւ այլն, խցանումներ, հա։ Իրականում համաձայն եմ քո հետ, որովհետև ներկա պահին երևի լսած կլինես, որ մեր քաղաքի օդը շատ է կեղտոտված, որ նայում են քաղաքին, ոնց որ մառախուղ լինի, բայց իրականում դա հենց կեղտոտ օդն է, որ մենք շնչում ենք։ Ինձ թվում է նույնիսկ մարդիկ կան, ովքեր որ ասում են, որ էլեկտրական մեքենաների ներկայությունը ու գործունեությունը շատ ավելի հարմարավետ է, բայց ես կարծում եմ, որ դա ինչքանով էլ որ լավ է, այդքան էլ ավելի վատն է, քանի որ էլեկտրական մեքենաները մի փոքր վտանգավոր են երթևեկելու համար։ Ես նաև բժշկությունը էլ ավելի կզարգացնեի, որտեղ ինձ թվում է շատ կարևոր է բժշկությունը հիմա, շատ կբարձրացնեի բժշկության ռեյտինգը, շատ։ Քանի որ հիմա կան վիրահատություններ, որոնք որ կատարվում են այլ երկրում, կարելի է այնպես անել, որ զարգացնենք բժշկությունը այնպես անգլերից, որ ավելի պրոֆեսիոնալ, գերպրոֆեսիոնալ բժիշկները աշխատեին, ավելի կատարելագործված իրենց մասնագիտության մեջ, չնայած որ հիմա եմ ես ինքս տեսնում, որ իրոք կան լավ բժիշկներ։ Լիքը կան, շատ։ Իրենք էլ ավելի կատարելագործված լինեն իրենց աշխատանքի մեջ, որ ինչ-որ վիրահատություններ կամ ինչ-որ հիվանդությունների բուժումներ մեր երկրում իրակատարվեին, այլ ոչ թե ենթադրենք Գերմանիայում կամ մեկ այլ տեղ։ Մաշ, օրինակ, եթե դու լինեիր առողջապահության նախարար, ինչ մասնագիտություն կունենայիր։
Բնականաբար կունենայի բժշկի մասնագիտությունը։ Այս ինչ հարցեր։ Իհարկե բժշկի մասնագիտություն։ Բժշկական ավարտած կլինեի։ Հա, ես նաև մի հարցի շուրջ եմ ուզում խոսել, որ հիմա ինձ թվում է շատ նկատած կլինես արտագաղթելու խնդիրը, որ մենք ունենք։ Շատ երիտասարդներ, ոչ միայն երիտասարդներ, ընդմիշտ հեռանում են երկրից, Հայաստանից։ Իրականում ոչ մի բան չունեմ նման մարդկանց դեմ, թող գնան հանգստանան ամիսներով, բայց ոչ ընդմիշտ լքեն երկիրը։ Դա շատ սխալ եմ համարում, ճիշտ չի իմ կարծիքով, որովհետև մենք այսպես ասած մեր երկրի զավակներն ենք։ Իհարկե մեր երկրի զավակներն ենք։ Այսպես ասած մեր մամա, մեր երկրորդ մաման է մեր երկիրը, մեր տունն է, մեր բնորանը։ Ու չպետք է իրան թողնենք մենակ, որովհետև մեր երկիրը քիչ կռանում է։ Իրականում այդպես մարդկանց չեն կարող հասկանանք, որովհետև այդպես հարցերը հենց պիտի իրանց տանք ուղիղ, բայց իրանք չեն ունենա հստակ պատասխան։ Իրանք կարան ընդհանրապես ասեն, որ Գիտես մեծամասնությունը ինչ է ասում, որ այստեղ ապագա չկա, բայց այդ ապագան քեզնից է կախված։ Մեզնից է կախված ապագան հիմնականում։ Այսինքն մենք պետք է ստեղծենք, մենք պետք է մեր ունեցածի չափով կարողանանք երկիրը ոտքի կանգնեցնել, այսպես ասած։ Օրինակ քայլում ես գետին ինչ որ բան ես տեսնում աղբա գետնին, կրանաս վերցնես այդ աղբը գցես աղբամանի մեջ։ Մարդ ուղղակի պիտի կերտի իր ապագան։ Ինչ են ուրիշ մարդիկ իրանց երկրում ավելի զարգացած, որ ասում են ուզում եմ գնամ մեզ երկրում զարգանամ, մնա քո երկրում զարգացի։ Օրինակ Սինգապուրի այդ այսպես ասած քաղաքականությունը հենց երկիրը 5 տարում ընդամենը ինքը աշխարհի լավագույն երկրներից մեկն է համարվում Սինգապուրը, որովհետև մարդիկ նախընտրում են իրենց երկրում զարգանալ։ Հայրենիքը դա ընտանիքի պես բան է, դա նույնն է ոնց որ քո մայրը հիվանդանա, դու իրան խնամելու, իր մասին հոգ տանելու, իրան առողջացնելու փոխարեն հավաքես քո իրերը ու գնաս, կամ չհավաքես քո իրերը, ընդհանրապես ուղղակի դուրս գաս ու գնաս։ Դա ստացվում է, որ դու քո ծնողի հանդեպ անուշադիր ես, չես մտածում իր մասին։ Նույնն էլ կարանք վերագրենք դա որպես հայրենիքին։ Մենք հայրենիքը թողնում ու գնում ենք առանց մտածելու, որ մեր հայրենիքը մեզ է սպասում։ Հա։ Բոլորը գնում են։ Ես ում տեսնում եմ, ում գիտեմ, բոլորը գնում են երկրից։ Ինչի համար։ Իմ շրջապատում էլ շատ մարդիկ կան, ովքեր պատրաստվում են երկիրը լքել։ Թող գնան ման գան, բայց ոչ հեռանան անվերադարձ։ Անվերադարձ են ուզում, թող գնան, այնտեղ ապրեն, որ երբեք իրենց հայրենիք չգան։ Ասում են կարոտում եմ իմ երկիրը, կարոտում ես արի։ Հա, ճիշտ է, հայրենիքը մեր ծնողն է, ու երբ որ ծնողդ հիվանդանում է, նրան բուժելու փոխարեն թողնում ու գնում ենք։ Բոլորի համար հեշտ տարբերակ է երկրից գնալու ու ապրելը օտար երկրներում, որովհետև օտարին ավելի հարազատ ես համարում, քան քո սեփական երկիրը, քան քո սեփական մշակույթը, քո տունը, քո տեղը։ Եթե լինեիր վարչապետ, դու։ Սրտիկներ ցույց կտայր վիդեոների մեջ էսից։ Իրականում հա, չգիտեմ ինչ որ այդպես բացասական բան չեմ տեսնում դրա մեջ։ Սրտիկա ժողովրդի սրտիկով կդիմեի։ Ինչ կա որ։ Շատ նորմալ է։ Ես էլ ցույց կտայի անկեղծ ասած, ավելի դրական ու ավելի հետաքրքիր կերպով ես նման բանին անդրադառնում։ Պետք չի մենակ վատի նստում նայել։ Ծիծաղալու է, հետո դրամատրություն է բարձրացնում։ Այո, ես քեզ պատկերացնում եմ հենց այդ նույն կարգավիճակում դու նստած լինեիր քո աթոռին ու մեկ էլ Բայց նայ օրինակ ման, դու դրան դրական կերպով ես նայում որպես հետաքրքրություն ու որպես ինչ որ այլ հետաքրքիր ավելի ծիծաղելի, ավելի դրամատուրգությունը բարձրացնող մի երևույթ, ես դրան
Չգիտեմ, ես դրան չէի նայի որպես մենակ ուրախության կողմով, որովհետև ես կարծում եմ, որ նման դեպքերում մարդը պետք է իր գործողություններով ու իր արարքներով ցույց տա իր հարգանքը, իր սերը իր երկրին, իր ժողովրդին, այլ ոչ թե ժեստերով։ Ժեստերով բոլորս էլ կարանք ցույց տանք։ Ես որպես վարչապետ կարամ քեզ այսպես ցույց տամ, բայց դու ինչ գիտես, ես քեզ սիրում եմ, թե չէ, ես քո նկատմամբ լավ եմ տրամադրված, թե չէ։ Դե ճիշտ ես, գործով պետք է ցույց տալ ամեն ինչ, բայց մենք չգիտենք այդ օրինակ սրտիկ ցույց տվողը իր կամերայից այն կողմ ինչ զրկանքներ է կրում եւ ինչ քննադատություններ է, այսպես ասած, կուլ տալիս եւ ինչ գործ է անում։ Այսինքն հավատա, եթե ես լինեի վարչապետ, հաստատ սրտիկ ցույց կտայի, դա շատ նորմալ է, եւ այդ որ ասում ես գործի առումով, գործն էլ կանեի հաստատ։ Ամեն ինչ չի, որ պետք է ցույց տանք, ինձ թվում է։ Ինչ ենթադրեցինք մեր այս խոսակցությունից, որ ամենակարևորը դա լինել շատ պատասխանատու, շատ ճիշտ, շատ հետաքրքիր, Գրագետ, իհարկե, եւ գործին մոտենալ շատ ճիշտ կերպով։ աչալրջով։ Ես վստահ եմ, որ մեր այս հաղորդումը իրոք մեր հորիզոնը տեսակետի լայնացրեց, բացեց եւ մենք ավելի շատ մեր կարծիքներն իրար հայտնեցինք, ավելի շատ բան իմացանք, ավելի շատ քննարկեցինք։ Վստահ եմ, որ մեր մյուս հաղորդումները ավելի հետաքրքիր, ինչ որ բան ասող, թեմաներ կլինեն։ Հաջողություն, կհանդիպենք մեկ շաբաթ անց։